Բարև ձեզ հարգելի հեռուստադիտող, այսօր սկսում ենք մեր իրավունք եւ գաղափար անվանումով ուրեմն զրուցարանի հաղորդաշարի ներկայացումը եւ ես Արտուր Վարդերեսյանն եմ, մտավոր սեփականության ոլորտում արտոնագրային հավատարմատար եւ այդ ոլորտում մասնագիտացած իրավաբան։ Այսօրվա մեր ուրեմն հաղորդաշարի հյուրն է պարոն Անդրանիկ Խաչիկյանը, ով հանդիսանում է մտավոր սեփականության ոլորտի հիմնադիրներից, կանգնած է այդ ոլորտի ստեղծման եւ զարգացման ակունքներում եւ մենք շատ մտերիմ միջավայրում զրուցելու ենք մտավոր սեփականության իրավունքի վերաբերյալ, խոսելու ենք ոլորտի զարգացման վերաբերյալ եւ ներկայացնելու ենք եւ շոշափելու ենք տարբեր հարցեր, որոնք հետաքրքիր կլինեն թե մասնագիտական համայնքին, այնպես էլ մեր քաղաքացիներին, գործարարներին, ովքեր որ այս կամ այն կերպ առնչվում են մտավոր սեփականության հետ։ Խոսքը ավելի կոնկրետ գնալու է ինչպես գյուտերի ոլորտի մասին, ապրանքային նշանների, ֆիրմային անվանումների, հեղինակային իրավունքների, այսինքն այն ամենը, ինչ կապված է եւ առնչվում է մտավոր սեփականության հետ։ Պարոն Խաչիկյան, շատ շնորհակալություն, որ ժամանակ գտել եւ այսօր որոշել եք, որ մենք կզրուցենք ասենց ավելի հանգիստ ֆորմատով, խոսենք մտավոր սեփականության մասին, ձեր փորձի մասին, ձեր անցած ճանապարհի եւ ուղու մասին այս ոլորտում, կարծում եմ, որ դա շատ հետաքրքիր կլինի եւ այն գաղափարներն ու մտքերը, որոնք կան, հնարավոր կլինի երևի այս հաղորդաշարի ընթացքում փոխանցել ավելի լայն շրջանակի։ Պարոն Խաչիկյան, առաջարկում եմ մեր այսօրվա զրույցը 3 ընդհանուր ուրեմն բլոկի բաժանենք։ Առաջինը խոսենք մտավոր սեփականության ոլորտի ստեղծման մասին, հաշվի առնելով, որ դուք ակունքների այդ ոլորտի ստեղծման ակունքներում եք եւ շատ մեծ ինֆորմացիա եւ գիտելիք կա, որ կարող եք փոխանցել ու շատ կարեւոր է իմ կարծիքով իմանալ, թե ընդհանրապես մեր նորանկախ Հայաստանի մտավոր սեփականության ոլորտի զարգացումը, ստեղծումը ինչ փուլերով է անցել։ Երկրորդը արդի ներկայիս խնդիրների մասին կարելի է անդրադառնալ եւ ապագա զարգացման, այսինքն ձեր կարծիքով, որպեսզի ոլորտը զարգանա եւ էական նշանակություն ունենա մեր տնտեսության համար, ինչ քայլեր է պետք անել, ինչ գործողություններ է պետք ձեռնարկել, որ մտավոր սեփականությունը պաշտպանված լինի ու իր ազդեցությունը թողի տնտեսության եւ մշակույթի զարգացման վրա։ Ես կխնդրեի ուղղակի ասեք, թե այս ոլորտում ձեր մուտքը, այսինքն ոնց եղավ, որ սկսեցիք զբաղվել մտավոր սեփականությամբ եւ ոնց է ընդհանրապես ստեղծվել այս ոլորտը Հայաստանի Հանրապետությունում ու այդ ստեղծման ընթացքում ինչ առաջնային ու գլոբալ խնդիրներ ա եղել, որ ձեր կողմից լուծվել է այդ խնդիրները, որպեսզի ճիշտ հիմքեր դրվի։ Շնորհակալ եմ նման հաղորդաշարին մասնակից դարձնելու համար։ Ուրախ եմ, որ իսկապես նման հաղորդաշար ի վերջո կա կազմակերպություն, կա հեռուստաընկերություն, որը կյանքի է կոչում, դա շատ լավ է, որտեվ նման պայմաններում մարդիկ թերևս ավելի շատ ինֆորմացիա կստանան, գուցեև սկսեն ավելի լուրջ նայել, ավելի ուշադիր լինել նման հարցերին, որոնք որ վերաբերում են մտավոր սեփականության ընդհանրապես։ Ես այս ոլորտում եմ արդեն 50 տարի։ Կես դար էլի։ Անցյալ դարի 75 թվից պատահականորեն ես հայտնվեցի մի կազմակերպությունում, սկսեցի աշխատել մի կազմակերպությունում, դա իմ առաջի քաղաքացիական ուրեմն աշխատանքներ, բանակում ծառայելուց հետո, որը դա Սովետական միության գյուտերի եւ հայտնագործությունների պետական կոմիտեի արտոնագրային ծառայությունների համամիութենական կենտրոն ուներ, որի մի մասնաճյուղ Սովետական միության 48 քաղաքներում ուներ մասնաճյուղեր, հետո եւ Երևանում։ Սկսել եմ փորձագետից, հետո գլխավոր փորձագետ, հետո խմբի ղեկավար, հետո բաժնի պետ, մասնաճյուղի տնօրեն եւ
90 թվականից սկսած փորձեցինք հասկանալու, որ ամեն ինչ գնում է անկախացման, ասիկա այս բոլոր շարժումները տանում են մեր երկրի անկախացմանը, փորձեցինք քայլեր անել, նախատեսել քայլեր, որոնք թույլ կտային ստեղծելու մեր մտավոր սեփականության պահպանության եւ պաշտպանության համակարգը։ Այսինքն խորհրդային միությունում ինչ որ ենթակառուցվածք ինստիտուտ եղել է, որը որ այս խնդիրներով զբաղվել է։ Խորհրդային միությունում կար իհարկե, կար գյուտերով հայտնագործության պետական կոմիտե, ասինքն մոտավորապես նախարարության մակարդակի, հա, եւ կար, քանի որ ամեն ինչ պետական էր, ասես հիմնականում պետական էր, ամեն ինչ չասենք, որովհետեւ մասնավորը կարող էր արտոնագիր ստանալ, դա արգելված չէր, արտասահմանցիները ստանում էին արտոնագիր, գրանցում էին ապրանքային նշաններ եւ այլն, բայց հաշվի առնելով մեր տնտեսական համակարգը այն ժամանակվա, տեղացիներին դա այդքան էլ հետաքրքիր չէր, որովհետեւ միևնույնն է, որևէ բան դուրս հանել կամ դրսում վաճառել չէին կարող, ներսում դա միայն պետական մոնոպոլիա էր, օգտագործումը եւ այլն դա պետական մոնոպոլիա էր։ Օրինակ կներեք, ես նկատել եմ հեղինակային վկայականներ, ավտորские свидетельства, որ գյուտարներին տրամադրում էին, այդ նպատակը գրանցման կամ այդ հեղինակային վկայականների, որ տրամադրում էին գյուտարներին, դա երևի ինչ-որ խրախուսական թե պարտադիր էր, որ ինքը եթե գիտությամբ է զբաղվում, պետք է անպայման։ Ուրեմն տեսեք, բոլոր քիչ թե շատ գիտությամբ կամ գիտարտադրական գործունեությամբ զբաղվող կազմակերպությունները յուրաքանչյուր տարվա համար հաստատված պլան ունեն։ Թեմատիկայի պլան, որով նա պետք է զբաղվեն տվյալ տարվա ընթացքում։ Իհարկե այդ պլանի համաձայն մարդիկ աշխատում են եւ ի վերջո ինչ որ մի մշակում երբ որ ավարտում են, բնականաբար որոշակի լուծումներ ստեղծում են ընթացքում, որը գտնում են, որ թերևս կարելի է ներկայացնել, որպեսզի ստանան գյուտի հեղինակային վկայագիր։ Այսինքն դա հեղինակային կոչվում էր, բայց ըստ էության ինքը հեղինակության վկայագիր էր, որովհետև դա ցույց էր տալի միայն թե ով է հեղինակը եւ ոչ ավելին։ Այսինքն իհարկե դա առաջնության խնդիր կար եւ այլն, որը հետաքրքիր չէ տվյալ անձի համար։ Եվ հեղինակներին վճարում են 50 ռուբլի անկախ քանակից։ 50 ռուբլուց եթե մի հոգյանակ ստանար 50, երկուսն ամենօրինակ ստանան 50 կբաժանեն եւ եթե խումբեր գիտական։ Եվ կար մի այսպես կոչված մի հանգամանք եւս, որ եթե հանկած որևէ գյուտ օգտագործում են տնտեսության մեջ, հեղինակներին որոշակի պարգևատրում էր նախատեսվում, հատուկ կարգի համաձայն, ուրեմն տարեկան էկոնոմիայի 2%-ը, բայց ոչ ավելի քան 20000 ռուբլի։ Հա։ Այսինքն եթե միլիոնից ավել եղավ, 20000 ռուբլուց ավել միևնույնն է չի ստանալու հեղինակը։ Մեխանիզմ կար, պարոն Խաչիկյան, բայց որոշակի սահմանափակումներով, որը պայմանավորված են ընդհանուր խորհրդային միության համակարգի որոշակի մեխանիզմներ իհարկե կային, որը չի ասի, որ այդպես շատ լավն էին, բայց բոլոր դեպքերում զրո չէին։ Կար ինչ-որ բաներ, մարդիկ որոշակի շարունակություն են եւ այլն։ Բացի դրանից կար մի հանգամանք եւս, ոնց որ թե ներքին կարգով կար ցուցում, որ յուրաքանչյուր կազմակերպությունները տրում էր, որ պետքա տարեկան այսքան հայտ ներկայացվի։ Հա, այսինքն այդ գիտահետազոտական, հա, հիմնարկի ոնց որ մեր հիմիկվա ժամանակակից լեզվով ասած KPI-ներն էր, էլի, ինքը պետքա կոնկրետ պլանային իր արդյունավետությունը չափվում էր նաև գյուտարարության մակարդակով։ Այն ժամանակ, երբ որ մտնում էր որևէ քիչ թե շատ լուրջ կազմակերպության ղեկավարի կաբինետ, պատերին այդ հեղինակային վկայագրերն էր կախած։ Սիկը ստացած դա ցույց էր տալիս, որ իրանք շատ լավ են աշխատում, լավ են զբաղվում եւ այլն։ Կար նման բան։ Դե չեմ ուզում հիմա շատ ուրեմն խորանանք սովետական միության այդ հարցերի վրա, բայց պիտի ասեմ, որ հիմնական խնդիրը այնտեղ ավելի շատ տնտեսական հիմքով էր պայմանավորված, որովհետեւ չկար մրցակցություն, չկար մասնավոր բիզնես, եթե այսօրվա տրամաբանությամբ եթե նայեք այդ ամեն ինչին, հետեւաբար մնացած բոլոր հարցերը, որոնք պայմանավորված են շուկայի կանոններով, հա, իհարկե գոյություն չունեն։
Հիմա եկանք 90-ականներ, այսինքն 90-ականներից ես լինելով այդ կառույցի ղեկավարը, այդ մասնաճյուղի ղեկավարը, հասկացա, որ ոնց որ թե մենք ուզենք թե չուզենք, մենք ստիպված ենք ունենալու մեր համակարգը։ Եվ նախնական մի հատ նախագիծ էի նախապատրաստել եւ օրենքի գյուտերի եւ իհարկե կառույցի վերաբերյալ թե ինչա պետք անել, ինչ բաժիններ եւ այլն, դրա վերաբերյալ ինձ միացան մեր գործընկերներից երկու հոգի, Նահապետյան Էդուարդը, Տիկնոջ հետ, Հրիսիմեի հետ եւ հետագայում նաեւ այլ ուրեմն մասնագետներ տարբեր առաջարկություններով հանդես եկան։ Այդ փաստաթղթերը հանձնեցինք առաջի դեմոկրատական ընտրություններից հետո ստեղծված խորհրդարանի գիտության բաժնում, գիտության հանձնաժողովում Ռաֆայել Ղազարյանի լուսահոգի եւ մի օրինակ ուղարկեցինք ուրեմն կառավարություն այն ժամանակ վարչապետը, եթե չեմ սխալվում, Վազգեն Մանուկյանն էր։ Ու այդ ժամանակվանից սկսվեց քննարկումներ եւ այլն, ի վերջո 92 թվականի հունվարի 26-ին կառավարության 54-րդ որոշմամբ ստեղծվեց կառավարությանն առընթեր արտոնագրային վարչություն։ Այսինքն կարգավիճակը եղել է ի սկզբանե որ ստեղծվել եղել է բավականին բարձր այդ ժամանակվա համար ամենայն դեպս, չնայած հիմա իմիկվա համար էր, բայց հիմա արդեն կարգավիճական համեմատ դե հիմա էկոնոմիկայի նախարարության կառուցվածքային ստորաբաժանում է։ Մարտի 22-ին կառավարության որոշմամբ ղեկավար կազմը հաստատվեց, ղեկավար եւ երկու տեղակալներ, որոնցից մեկը ես էի։ Փորձեցինք զրոյից ստեղծել մի կառույց, որը դեռ լիարժեք չենք պատկերացնում, որովհետեւ մեզ համար սովետական միությունից անցած մեր գիտելիքներով, մեր իմացածով կարևորում ենք հատկապես գյուտերի մասը։ Ասենք արտոնագրային իրավունքը, արտոնագրերի հետ կապված հարցեր եւ այլն։ Սակայն կարճ ժամանակ հետո մենք հասկացանք, որ քանի որ արդեն իսկ մինչ այդ սկսվել էր կոոպերատիվ շարժումը, մենք հասկացանք, որ շատ կարևոր դեր կարող է ունենալ հատկապես ապրանքային նշանների հարցը։ Այսինքն արդեն ոնց որ ձեռնարկություններն էին սկսում ձևավորվել, որոնք որ բիզնես միջավայրը, հա։ Մինչ այդ մենք իհարկե բավականին իմ կազմակերպությունը բավականին հայտեր էր ուղարկել Մոսկվա հաստատման եւ այլ այդ ապրանքային նշանների կոոպերատիվ այդ կազմակերպությունների համար։ Մենք փաստորեն նշանակումից հետո կառավարության երրորդ շենքում մեզ տվեցին ընդամենը 3 սենյակ, փոքր սենյակներ են, երևի շատերը եղել եք գիտեք, ու փորձեցինք հավաքել աշխատողներ, անձնակալ, համալրել փաստորեն, կառուցվածքը հաստատվեց, թվականակը հաստատվեց եւ այլն։ Ու տենց փորձեցինք համակարգը փաստորեն կայացնելու համար առաջի կարևոր հանգամանքը դա տվյալ կառույցի ձևավորումն էր։ Ինստիտուցիոնալ բաժիններով, չէ, կառույցը ինքը ըստ ոլորտային փաստորեն օրենքները կառույցը ստեղծվեց նոր օրենքները ընդունեցիք թե իհարկե որովհետև օրենք մշակող եւ օրենք ներկայացնող չէր կարող լինել, եթե կառույցը չկար։ Այսինքն առանձին անձինք չեն կարող ինքնուրույն ինչ-որ նախագծեր ներկայացնել, որովհետև դա բավականին բարդ էր հատկապես այն ժամանակ եւ հիմա պակաս չի իհարկե։ Եվ բանի առումով, եթե չկա կառույցը, ի վերջո կառույցը իր կանոնադրության համաձայն, որը որ հաստատվեց ագենտ կար ժամանակվա ընթացքում, դրան համապատասխան պետք է որոշակի աշխատանքներ իրականացնել։ Այդ աշխատանքների իրականացման համար պետք է փաստորեն բազան այն իրավական ակտերը, որոնցով պետք է այդ ամեն ինչը արվեր։ Հետևապես մշակումը մնացել էր մեր վրա։ Ու առաջի օրենքը 93 թվականին ընդունեց արտոնագրերի մասին օրենքը։ Իսկ կարևորվում էր, քանի որ այդ արտոնագրերի եւ գյուտերի խնդիրը հաշվի առնելով որ խորհրդային միությունում ես տենց եմ էլի հասկանում որ բավականաչափ մեծ բազա կար, այսինքն կային խումբ գյուտարարներ, կար բավականաչափ արտոնագրեր, որոնք որ ներկայացվել էին այդ տարիներին, երևի կարևոր նշանակություն էր արտոնագրերին տրվում, առաջնային ավելի ասած, քան երևի մյուս խնդիրներին։ Գիտեք, այդ ժամանակ դեռևս գործում էին
բոլոր գիտարտադրական, չգիտեմ, արտադրական, գիտական հաստատությունները եւ եթե կա աշխատանքի ճակատ, այսպես կոչված, հա, ասիկա կան թեմաներ, կան խնդիրներ, որոնց վրա աշխատում են մասնագետները, անպայման այդ խնդիրները պետք է լուծվեն։ Եվ վերջո ի՞նչ է գյուտը։ Գյուտը ինչ որ մի որևէ բնագավառում խնդրի, ինչ որ մի խնդրի տեխնիկական լուծումն է։ Հետևաբար եթե կա աշխատանք, ապա ուզեն թե չուզեն, դրա իրականացման արդյունքում հաստատ ինչ որ մի բան պետքա ստեղծվի։ Ինչքանով է դա համապատասխանում արտոնագիր ստանալու պայմաններին, դա հարցի երկրորդ կողմն է։ Բայց դժբախտաբար կար ժամանակ հետո մենք հասկացանք, որ այն կազմակերպությունները, որոնք որ ժամանակին շատ լավ աշխատում են, սկսեցին չաշխատել։ Օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներով, հա, եւ ըստ էության այն գիտաշխատողները, այն մասնագետները, որոնք որ տարբեր ուրեմն ուղղություններով աշխատում են, ըստ էության դուրս մնացին աշխատանքից։ Հետեւաբար չկա խնդիր, որի լուծման համար մարդիկ պետք է աշխատեն, եթե չկա խնդիր, ուրեմն չկա լուծում։ Եթե չկա լուծում, ուրեմն չկան հայտեր։ Հետեւաբար դա օրինաչափ իրավաչափ ձևով կամ օրինաչափ ձևով, հա, օբյեկտիվորեն սկսեցին կրճատվել հայտերի քանակը։ Ինչ որ մենք մտածում ենք, որ դա երևի թե լավ կլինի։ Այն գիգանտները արտադրական, որոնք որ ժամանակին կային ու բավականին լուրջ աշխատանքներ են անում, ըստ էության կանացին ու դրանք չաշխատեցին։ Հա, բնականաբար հոսք էլ եղավ, երևի այդ գիտական ուժի, դրանով բան, իսկ հաստիկների հարցը, տեսեք, կառույցը ստեղծեցիք, մենք խոսակցության ընթացքում խոսացել ենք, որ 30-40 հաստիկի մասին է խոսքը եղել նախնական, ես գիտեմ դուք մասնագիտությամբ իրավաբան չեք, Չէ, ես մասնագիտությամբ նայեմ, հետո դարձել եմ իրավաբան, բայց այդ ժամանակահատվածում օրինակի շատ հետաքրքիր է, թե կադրային խնդիրը ոնց լուծեցիք, որովհետև միշտ ամենակարևոր հարցերից մեկն է, այսինքն ինչ թիմով ես դու գնում առաջ, ճիշտ ասացիք էլի, որ օրենքը բնականաբար մյուս ակտերը սկսեցինք հետո մշակել, բայց թիմ եք ունեցել ու ոնց եք ներգրավել։ Ուրեմն տեսեք, առաջի հերթին մենք համալրեցինք գյուտերի բաժինը, նախ այդ ուրեմն օրենքը ավելի շուտ ընդունվեց, քան մյուսները, քան մյուս իրավական ակտերը, որովհետև 94-ին նոր ընդունվեց ժամանակավոր կանոնակարգ կապրանքային նշանների, իսկ արտոնագրերի մասին օրենքը ընդունվեց 93 թվականին, հուլիսին, եթե չեմ սխալվում։ Հետևաբար մենք առաջի հերթին ձևավորեցինք գյուտերի բաժինը, ընդ որում մենք հրավիրեցինք աշխատանքի խոշոր կազմակերպությունների արտոնագրային բաժիններ կային, դրանց ղեկավարներին։ Այսինքն կազմակերպություններում կային նման ստորաբաժանումներ կային, հա։ Եվ դրանց ղեկավարներին մենք բերեցինք հոյակապ մասնագետներին, հոյակապ, եւ այդ ամենը սկսվեց որպես ոնց որ մի ընտանիքի ներսում որոշակի հարցեր լուծեն, որից հետո փորձեցինք մյուս բաժիններում որտեվ ուզենք թե չուզենք այդ ինչ որ նախատեսել ենք նույն ապրանքային նշանները, նույն ֆիրմաները, որ մտածում ենք պետք է լինի, որովհետև խնդիրներ կար իրավաբանական անձանց անվանումների հետ կապված, նաև այդ օրենքներ ու դրան զուգահեռ իհարկե մնացած են ներքին հարցերը, այն ալգորիթմը, որով յուրաքանչյուր օբյեկտի պահպանության հետ կապված, նրա գրանցման հետ կապված, որ պետք է իրականացնել կազմակերպությունը։ Սա էր հիմքը ու սկսեցինք տենց ընթացքում իհարկե ես մի հասարակ օրինակ բերեմ, երբ որ մենք ապրանքային նշանները սկսեցինք 94-ի կանոնակարգի համաձայն սկսեցինք ընդունել եւ սկսեցինք ինչ որ չափով ստուգել, հա, մենք ունենք ընդամենը մի հատ մատյան, որտեղ ստացված հայտերի ներկայացված նշանների նկարներն էր փակցված։ Առաջի անգամ մենք կարողացանք դա կոմպյուտերի օգնությամբ, համակարգչի օգնությամբ անել, դա արդեն անցավ 95-96 թվականներին։ Իսկ մատյանում եք գրած։ Մատյանում ունենք աշխատող, որ արտակարգ հիշող, ես չեմ ուզում անուններ տամ, որովհետև մեկի անունը տաս մյուսները կարող են Ունենք աշխատող, որ շատ լավ հիշողություններ եւ երբ որ գործը գալիս էր նայում էր ու ինքը գիտեր արդեն կարող է հիշեք առաջին ապրանքային նշանը որն է եղել։ Մեր առաջի տեղականը, ուրեմն շատ հետաքրքիր բան էր։ Մենք 96 թվականին տեղական մի հատ հայտ ունեինք։ Դա այն դեպքում, երբ որ օտարերկրյա կազմակերպություններից ունենք մոտավորապես
1100, եթե չեմ սխալվում, 96 թե ինչ, մոտ 1200 հայտ ունենք։ Դե դրսում բիզնեսը կայացած էր արդեն, երևի մասնավոր բիզնեսը կար, իրանք արդեն գիտեին ապրանքային նշանի արժեքը որքան։ Մենք այդ հարցը լուծելու համար ճիշտ ասած մի քիչ այլ քայլեր ձեռնարկեցինք, օրենքը երբ որ 97-ին ընդունվեց, 98-ից հիմնականում ուժի մեջ մտավ 98-ից ավելի լրիվ ծավալով, հա, օրենքի մեջ մի փոքր փոփոխություն կատարեցինք, դրան նպաստեց նաև մի անցանկալի երևույթ, որ տեղատներում բաներ վաճառվել ու դրա օգտագործումը հանգեցրել էր կոնկրետ խնդրեմը, կատալիզատոր հանդիսացել։ Ու որպեսզի շատ կներեք իհարկե ծեծելով մարդկանց փորձել բերել դաշտ հասկացնել, որ պետք է դա եւ իրանց ապետ եւ ընդհանրապես մեր հանրությանը օրենքի մեջ, եթե չեմ սխալվում, մեր 22-րդ հոդվածի 6-րդ մաս ավելացրեցինք, որտեղ գրեցինք, որտեղ ֆիքսեցինք, որ կան որոշակի ապրանքներ, որոնց ցանկը հաստատում է կառավարությունը, պետք է իրացվեն բացառապես գրանցված ապրանքային նշաններով մակնշված։ Ու դրանց մեջ մտնում էր եւ սննդամթերքը, եւ սննդամթերքն են մտնում, եւ չափիչ գործիքները, եւ թանկարժեք իրերը։ Այսինքն կոնկրետ տվյալ պահին երկրի տնտեսության համար կարևորագույն նշանակություն ունեցող ապրանքներն էին, ես տենց եմ հասկանում, ու որոնք ինչ որ կերպ առնչվում էին մարդու կյանքի եւ առողջության հետ։ Մարդու կյանքի եւ առողջության հետ ու նաեւ եթե նա լուրջ արժեք են ներկայացնում։ Բայց հիմա այդ ցանկը չկա։ Չէ, ցանկը հանվեց հետո։ Հանվեց։ Հա, մի մոտորապես 7-8 տարի հետո հանվեց դա, որովհետեւ արդեն դրա անհրաժեշտություն չկա։ Մարդիկ հասկացել են, որ սա պետք է։ Հա։ Եվ առանց համոզելու, առանց ստիպելու, իրանք ներկայացնում են գրանցման իրենց ապրանքային նշանները եւ նույնիսկ սկսեցին հետեւել, որ հանկած չնմանակեն, չօգտագործեն եւ այլն։ Պարոն Խաչիկյան, մենք խոսած այս հարցերի մեր մասնավոր զրույցներում խոսացել ենք, դե այժմ էլ որ պետռեգիստրի շտեմարանում փնտրում ես անում, սովորաբար 90-ական թվականներին կարա լինի նույն անունով լիքը գրանցված ՍՊ-ներ։ Այն օրինակը միշտ դուք եք ասում Դավիթ 35 ՍՊ կամ Դավիթ 48-36, եսի ինչ ՍՊ, այսինքն նույն անունով կամ նույն անուն ազգանուններով բազմաթիվ ընկերություններ, որոնք որ արդեն գրանցվել էին որպես իրավաբանական անձ։ Այդ խնդրի կարգավորումը կամ ինքը խնդրեմ էր հանդիսանում, այդտեղ մրցակցության խնդիրներ էր առաջանում, չէ՞, ոնց օրինակ լուծեցիք ու ճիշտ հունի վրա դրեցիք։ Ուրեմն 97-ին, երբ որ շրջանառության մեջ դրեցինք ապրանքային նշանների մասին առաջի օրենքը, դրան զուգահեռ շրջանառության մեջ դրվեց նաև ֆիրմային անվանումների մասին օրենքը։ Եվ դրանք ընդունվեցին 97-ին փաստորեն։ Եվ այդ օրենքով մենք նախատեսել ենք, որ մինչև տվյալ իրավաբանական անձի գրանցումը պետք է գրանցված լինի նրա ֆիրմային անվանումը։ Ֆիրմային անվանման գրանցումը ենթադրում էր, որովհետև այդ օրենքի հիման վրա նաև կարգ մշակվեց ստուգման, ենթադրում էր, որ ինքը չպետք է կրկնվի կամ շատ մոտ լինի, շատ նման լինի, շփոթելաշրջան նման լինի, այսպես կոչված, արդեն իսկ գրանցված որևէ ընկերության ֆիրմային անվանմանը։ Մենք խնդիր ունենք նախկինում եղածների հետ։ Նախկինում եղածներից ավելի վաղ առաջնությամբ գրանցվածները մնում էին, մյուսները ստիպված են փոխելու, որպեսզի կրկնություն չլինի։ Օրենքը ընդ որում հետո այդ իրավաբանական անձանց գրանցման մասին օրենքով նախատեսվեց, որ վերագրանցում անցնեն բոլորը, եւ այդ վերագրանցման ժամանակ եւս դա ոնց որ թե սկսեց աշխատել, բայց 13 թվականին չեմ ուզում ասեմ, որոշում կայացվեց, որ ուժը կորցրած ճանաչել այդ օրենքը։ Դրա համար հիմա ինչ ունենք, լրիվ չվերջացրած, որովհետև կազմակերպություններ կան, որոնք գրանցված էին, երկար տարիներ չեն աշխատել, չեն աշխատում ինչ այսօր շատերը։ Հա, այնտեղ փորձեցին օրենքի ուժով դադարեցնել եւ այլն, բայց ուզում եմ ասեմ, որ այդ հարցը մինչև վերջ չլուծվեց այն ժամանակ։ Հիմա գիտեք, պետռեգիստրում գրանցվելու համար իհարկե շատ լավ որ արագ գրանցում են իրավաբանական անձանց։ Հա, ընդհանրապես րոպեների ընթացքում հնարավոր է։ Մի տարի տարբերությամբ կարող են անվանումներ գրանցվել, որոնք թերևս հնարավոր բանա շփոթություն առաջանա։ Ընդ որում խնդիրներ կա ֆիրմային անվանումների եւ ապրանքային նշանների միջեւ։ Այսինքն կա գրանցված ապրանքային նշան, բնականաբար պետռեգիստրը երբ որ գրանցում է իրավաբանական անձ, ինքը չի ստուգում նշանների բազան։ Եվ հակառակը, հիմա քանի որ
բիզնես ռեգիստր չկա, նշանների գրանցման ժամանակ, եթե նույնիսկ ռեգիստրի բազան նայեն, չգիտեն դրանք ինչով են զբաղվում։ Այսինքն գործունեության առումով, եթե նշանը գրանցված է, ենթադրենք առողջապահության ոլորտի համար, հա, առողջապահական ծառայությունների համար, իսկ անվանումը տեսնում ես համընկնում է կամ շատ նման է, բայց չգիտես նա ինչի համար է գրանցված։ Բնականաբար իմաստ չունի ստուգել ու դրանով զբաղվել։ Ավելորդ, իսկ պարոն Խաչիկյան, դե խորհրդային միությունում նույնպես բազմաթիվ տարբեր երկրներով խորհրդային միության արտադրությունները ինչ որ անվանումներով ապրանքներ էին արտադրում։ Հրուշակեղենից սկսած, վերջացրած տարբեր տեսակի ապրանքներ։ Այսինքն դե վերագրանցման խնդիրը ասեցիք, որ կարևոր էր, լուծեցիք, բայց օրինակ եթե այդ հայտնի անվանատեսակը համ Հայաստանի պետական կառույցներն էին արտադրում, ու առավել շատ մեծ հայտնի է կոնֆետների արտադրությունը, նաև ռուսական, Ուկրաինայի, Բելարուսիայի նույն գործարանները արտադրում էին նույն անվանումով արտադրանք։ Ես գիտեմ, որ ընթացքում այդ խնդիրը անընդհատ բարձրացվել է, բայց ինչ որ այդ հարցը պետքա լուծել, որովհետև ամեն դեպքում պետք էր հասկանալ, չէ, խորհրդային միության պատկանող մտավոր սեփականության օբյեկտներն ու իրավունքը, որտեղ ըստ էության խորհրդային միությունն էլ միջազգային պայմանագրեր ուներ կնքած ոլորտի տարբեր, մենք գիտենք, չէ, որ նույնիսկ հեղինակային իրավունքում համաձայնագրերը դեռ 1880-ական թվականներից կան եւ խորհրդային միությունը տարբեր ոլորտներում համաձայնագրեր ուներ։ Այսինքն փլուզումից հետո խորհրդային միությանը պատկանող մտավոր սեփականությունը այդ թվում Հայաստանի Հանրապետության տարբեր գործարանների կողմից արտադրվող ապրանքատեսակներ եւ անվանումները, իրանց ապրանքային նշանների հարցը ոնց լուծեցիք։ Այդտեղ խնդիր կար իսկապես, որովհետեւ ես որպես բնագավառում համատաբար երկար աշխատող, որպես մասնագետ, ես գտնում եմ, որ պետք չի սпасել որ ռուսները կամ չգիտեմ ուկրաինացի կամ բելարուսները բերեն ու Հայաստանում գրանցեն են, ինչը որ սովետական միության ժամանակ գրանցված չի եղել, դրանք գրանցված չէին, դրանք ընդհանրապես օգտագործում են։ Այսինքն վերևից կար որոշում, որ այսինչ կազմակերպությունը ենթադրենք հայ հրուշակը պետք է արտադրի այս կոնֆետները, այսինչ անվանումները, այս քանակությամբ, այսքան պետք է վաճառի, այսինչ տեղը պետք է վաճառի եւ այլն։ Այսինքն սա պլանավորած էր, այսինքն պլանային համակարգ էր դա։ Ընդ որում ավելին ասեմ, այդ կոնֆետների հարցում, եթե չեմ սխալվում, Կրասնի Օկտյաբրը ռուսական միջազգային գրանցման էր ներկայացրել մի շարք անվանումներ, ոչ բոլորը իհարկե, բայց Հայաստանը նշված չէր։ Եվ այդ ժամանակ, երբ որ մեր Grand Candy-ն սկսեց իր գործունեությունը, բնականաբար մարդիկ ուզում են որ գրանցեն ու շատ մեծ սխալ կլիներ, եթե դա չգրանցվեր։ Իհարկե այդ հարցը մի քիչ ավելի երկար քննարկվեց, քան պետք է քննարկվի, բայց մեր մոտեցումը հետևյալն էր. մենք պետք է գրանցենք մեր կազմակերպության անունով, եթե իհարկե մենք դրանով չենք խախտում այլ սուբյեկտների իրավունքներ։ Հարցը փակվեց։ Այսինքն ճիշտը դա էր, որովհետև նույն Թուրքմենիայում գրանցել թուրքմենական ինչ-որ ընկերություններ մի մասը գրանցել, Ուկրաինայում ուկրաինական ինչ-որ ընկերություն, դե այդ Կրասնի Օկտյաբրը Մադրիդյան համաձայնագրի ուժով մի շարք երկրներում մի մասներ փաստորեն գրանցման ներկայացրել։ Հետևաբար մենք ստե որևէ խնդիր չունենք, որպեսզի մեր կազմակերպության անունով դա չգրանցենք։ Հա, ազգային մոտեցումը դա է։ Եվ դա շատ ճիշտ էր, այնպես որ կարտիկ չկա։ Իհարկե հետագայում մարդիկ կային, ովքեր փորձում էին ինչ-որ բան գտնել, այդ գրանցումները չեղարկել եւ այլն, բայց դա չէր լինի, որովհետեւ այնտեղ հետեւյալն էր էլի, եթե հարցը դրվում է ասես, եթե դուք հիմքեր եք բերում, որ դրանք ենթադրում են որոշակի բաղադրությամբ, ասենք ամեն անուն, հա, որոշակի բաղադրությամբ, որոշակի տեխնոլոգիայով պատրաստվող, ասենք արդեն կոնկրետ ապրանքի տեսակի անվանումը դարել, հա, այդ դեպքում թերևս հնարավոր կլինի, բայց նման փաստաթուղթ մենք ըստ մեր ունեցած ինֆորմացիայի գոյություն չունենք։ Հետևաբար փառքասո ոնց որ թե որևէ խնդիր չառաջացավ։ Այդ շատ ազգային մոտեցում էր համենայն դեպս, ինքը ոնց որ ստիմուլ հանդիսացավ ներսի մասնավոր բիզնեսի ու արտադրության համար։ Ես տենց եմ անցալում այդ քայլը։ Իսկ պարոն Խաչիկյան, տեսեք, դե Հայաստանը որ անկախացավ, առաջին կարևոր ուղղություններից մեկը դա դիվանագիտական
ուղղության եւ միջազգային երկկողմանի ու բազմակողմանի համաձայնագրերի միանալներ, կոնվենցիաների միանալներ։ Այ կուզենամ sense քանի որ դա կարևոր է, քանի որ պետքա երկիրը ինտեգրվեր համաշխարհային մտավոր սեփականության իրավունքի համակարգին։ Այդ ուղղությամբ օրինակ շատ հետաքրքիր է առաջի քայլերն ու ուղղությունները, ինչն էր կարևոր, ու մենք հիմնական ինչ ժամանակահատվածում որ համաձայնագրերին ու կոնվենցիաներին միացանք, որը որ էապես նպաստեց մեր մտավոր սեփականության իրավունքի միջազգային համակարգին ինտեգրվելու համար։ Առաջի հերթին մենք 3 միջազգային պայմանագիր վավերացրեցինք կամ միացանք, չգիտեմ ինչ ասեմ, համենայնդեպս մեր Գերագույն խորհրդով որոշում կայացրեց, նշելով հետևյալը, որ Հայաստանի Հանրապետությունում շարունակում է գործել արդյունաբերական սեփականության մասին Փարիզյան կոնվենցիան, որը ստեղծվել է եւ գոյություն ունի 1883 թվականի մարտի 20-ից, երկրորդը արտոնագրային համագործակցության մասին պայմանագիրը, դա մեզ հնարավորություն կտար մեր տեղական գյուտերը, եթե մարդիկ ուզում են դուրս գան, շատ հրաշալի մեխանիզմ է դա, որ քիչ ծախսերով որոշակի ժամանակ շահեն, որպեսզի կարողանան կողմնորոշվեն դրսում արտոնագիր ստանան, թե չէ, եւ երրորդը Մադրիդյան համաձայնագիրը, որը ապրանքային նշանների այդ միջազգային գրանցման համաձայն։ Առաջի հերթին մենք այդ 3-ի համար, ուրեմն, եթե չեմ սխալվում, 93-ի ապրիլին հայտարարությունը ներկայացվեց, եթե չեմ սխալվում, եւ 94-ին մենք արդեն Ժնևից հրավիրեցին մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպությունից, քանի որ մենք արտոնագրային համագործակցության այդ պայմանագրին միացանք, դրա համար հատուկ ծրագրեր կար եւ որոշակի տեխնիկական ուրեմն աջակցություն ցուցաբերեցին, երկու հատ հզոր կամտեր համակարգիչ տվեցին եւ այլն, ուզեմ ասեմ դրանից ենք սկսել։ Հետո արդեն կամաց-կամաց մյուսները սկսեցին կլայնել, որտեղ առաջի ամենակարևոր հիմնական համաձայնագրերը սրանք են։ Այսինքն, ասենց ուզում եմ ֆիքսեմ, մենք մեկնարկային փուլում ունեինք արդեն իսկ ձևավորված կառույց, որը որ կառավարության առընթեր կառույց էր, մոդելը ինքնաֆինանսավորվող, ես ոնց որ հասկանում եմ, երկրորդը թիմ, որը արդեն իսկ թրծված էր, քանի որ գործող գիտաարտադրական մեծ կազմակերպություններում գործող ստորաբաժանումներում փորձառություն ունեցող մարդիկ էին, եւ միջազգային կառույցներին անդամ միանալով այդ միջազգային համաձայնագրերին ու մտավոր սեփականության համաշխարհային կառույցին, ի սկզբանե նաև տեխնիկական որոշ աջակցության շնորհիվ այդ թվերի համեմատ համակարգչային տեխնոլոգիաների նաև մասով ուներ որոշակի հնարավորություն։ Այսինքն մեկնարկը այդ խոչընդոտներով հանդերձ կարելի է համարել այդ թվականների համար բավականաչափ լավ։ Այդ մի փոքր ես կուզենայի, սա շատ կարևոր հարց է, որը ցավոք սրտի այսօր վերջին տարիներին շարունակվեց դա, 10 տարուց ավել արդեն, նույնիսկ 20 տարի, որտեղ մինչև 2002 թիմներ մի քանի տարի դրանից հետո նախարարության հաշվիներ գալի այդ գումարները, հետո դա էլ վերացրեցին, մի քանի տարի առաջ փաստորեն ամբողջությամբ գնաց բյուջե։ Խոսքը վերաբերում է միջազգային պայմանագրերի շրջանակներում գործունեությունից ստացած ֆինանսական միջոցների օգտագործմանը։ Մեր կազմակերպությունը, երբ որ ստեղծվեց, նա ոչ թե ինքնաֆինանսավորմամբ էր աշխատում, չէ։ Ինքը բյուջետային կազմակերպություն է, այսինքն բյուջետային կառույց է, կառավարության կառուցվածքային միավոր է, եւ մենք կարողացանք այն ժամանակ հասնել նրան, որ հակառակ դեպքում մենք ոչնչի չէինք կարող հասնել։ Կարողացանք հասնել նրան, որ հատկապես ուրեմն Մադրիդյան համաձայնագրի շրջանակներում որոշակի գումարներ ա գոյանում, որոնք մասնակից պետությունները ստանում են իրենց համապատասխան գործակիցներով, չմառանակ այդ գործակիցները ոնց են հաշվում եւ այլն, մենք սկսեցինք բավականին լուրջ գումարներ ստանալ։ Դա գալիս էր հենց կազմակերպության հաշվին։
մի հատ ավելի հստակեցնեմ, միջազգային գրանցումների համակարգը թույլ էր տալի, եթե որևէ արտասահմանյան ընկերություն Հայաստանում գրանցում էր անում, այդտեղից գոյանում էր վճար, պետական տուրք, որը գալիս էր մուտքեր լինում Հայաստանի բյուջե։ Մենք մեր պետական տուրքի մասին օրենքում մինչև հիմա պահպանում են թվերը ինչ որ այն ժամանակ դրել ենք, մինչև հիմա մնացել է, թվերը ոչ մեկը չի փոխել, հա։ Ուրեմն մենք դոլարով ենք իհարկե տալի, այնտեղ կուրսով փոփոխություն անում են Ժնևում, միջազգային բյուրոյում, եւ Հայաստանի, երբ որ Հայաստանը ինչ որ մեկը նշում է, եթե ինքը համաձայնագրի անդամ է Հայաստանի հաշվին, Հայաստանի հաշվարկով իբր թե վճարում է 100 շվեյցարական ֆրանկ, եթե արձանագրության համաձայնագրի արձանագրության մասնակից պետությունն է, նա վճարում է 200, եթե չեմ սխալվում, $200 կարգի Այսինքն Coca-Cola-նա, Samsung-նա մեծ ընկերություններն են, որ Հայաստանում վերջին ամեն տարին ավարտվելուց հետո մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության միջազգային բյուրոն հաշվում է ինչ ծախսեր ա արել, ինչ մուտքեր ա եղել, այդ մուտքերը հաշվի առնելով երկրների նշված լինելու քանակը, հաշվի առնելով այն գործակիցը, որը տվյալ երկիրը ունի, մեր ամենաբարձրն է, մեր բարձրն ամենայն դեպս կան էլի այդ գործակից ունեցողները 4 գործակից է Հայաստանին է, որովհետև մենք ըստ էության փաստորեն փորձակնություն անց ենք կացնում, եւ դրան համապատասխան հաշվում են ու բաշխում այդ գումարը։ Մենք գումարներ ստանում ենք, որը մենք դնում ենք հատկապես տեխնիկական միջոցներ ձեռք բերելու, համակարգչային ցանցը ստեղծելու, գործավարությունը նման ցանցով իրականացնելու եւ այլն։ Նույնիսկ աշխատողներին ֆինանսական, ուրեմն որպես խրախուսման ֆոնդ ֆինանսական գումարներ տրամադրելու ուղղությամբ։ Ու դա աշխատեց մինչև 2002 թիվը։ 2002 թվից հետո, երբ որ տվեցին էկոնոմիկայի նախարարության կազմ, որպես գործակալություն, այդտեղ այդ գումարները արդեն բացվեց նախարարության հաշիվը, տեղափոխեց նախարարության հաշվին։ Արտաբյուջետային երևի, հա։ Արտաբյուջետային հաշիվներ էր, հա։ Որից հետո արդեն այս քանի տարի առաջ ըստ էության արտաբյուջետային բոլոր հաշիվները փակեցին, հիմա բյուջեա գնում այն տրամաբանությամբ, այն նպատակով, այսինքն այն ակնկալիքով, որ բյուջեից կֆինանսավորեն եւ այլն, բայց ցավոք սրտի բյուջեից ստանալը անհամեմատ ավելի բարդ է հիմա, այսինքն բյուջեի մնալու, նկատի ունենալով նաեւ այս գնումների համակարգի անկատար համակարգի կարող եմ տենց ասել, որտեղ լիք խնդիրներ էր առաջանում, դա էլ հաշվի առնելով հիմա ընդհանրապես կարծում եմ, որ ավելի դժվար կլինի, ավելի դժվար է, որովհետև դե շփվում ենք։ Ճիշտ է, բնականաբար ինքնաֆինանսավորումը կամ նյութական ռեսուրսների առումով անկախություն ունենալը ինքը բերում է աշխատանքի արդյունավետության վրա ազդում է։ Ես ուղղակի առիթ ունեցել եմ ուսումնասիրելու մի քանի երկրների մտավոր սեփականության համար պատասխանատու ստորաբաժանումների կառուցվածքը։ Ֆրանսիա, մեր հարևան Վրաստանն, Ռուսաստանն, արտասահմանյան եվրոպական մի շարք երկրների, Գերմանիա եւ այլ, ես նկատել եմ, որ այնտեղ գերատեսչական կառույցներ են հանդիսանում կամ արդարադատության նախարարության կազմում կամ էկոնոմիկայի նախարարության, սակայն կա լրիվ ինքնաֆինանսավորման կամ հիբրիդային ֆինանսավորման։ Օրինակ, շատ երկրներում կառույցներում փորձագիտական կենտրոնը ինքը առանձին կառույց է հանդիսանում, որը լրիվ ինքնաֆինանսավորվող է եւ ծառայություն մատուցող է փորձաքննությունների տեսակետից, իսկ այսպես ասած գրասենյակը կամ գործակալությունը ինքը քաղաքականությունը որոշող ավելի կազմակերպչական կամ մենեջմենթի խնդիրներ է լուծում ու այս մոդելով համ բյուջեից են գումար ստանում, իսկ փորձագիտական հիմնարկը արդեն իր մատուցած ծառայությունների ծավալից ոնց է բիզնեսը աշխատում, չէ՞, ինչքան շատ աշխատում, ինչքան շատ ծառայություն է մատուցում, այդքան ավելի շատ գումարը մուտքերը լինում։ Այս մոդելը ու որ նայում ես բոլորը ձգտում են կամ հիբրիդային են կամ ձգտում են լրիվ
ոնց որ անկախ ստատուս ունենալու եւ ոնց որ աշխարհում այդ մոդելը աշխատում է զուտ այն տրամաբանության մեջ, որ թույլ է տալի ավելի բարձր վարձատրվող մասնագետներ ներգրավել։ Դե գիտեք, մրցակցության համար շատ կարևոր է, որպեսզի պետական կառույցները կամ նման փորձագիտական, նեղ մասնագիտական փորձառություն ունեցող կառույցները իրանք լավ մասնագետներին բնականաբար պետքա բարձր վարձատրել, քանի որ այդ խնդիրը իրանք լուծում են ու դա բավականաչափ գիտելիք մեծ ու փորձ է պահանջում։ Այս ինստիտուցիոնալ ոնց որ զարգացումը հաշվի առնելով ու տրանսֆորմացիան, որ արդեն կառույցը էկոնոմիկայի նախարարության կազմում է, եւ մենք բոլոր միջազգային, այսպես ասած, հիմնական փաստաթղթերին կարելի ասել միացած ենք, ընթացքում ձեր փորձի կամ ձեր աշխատանքային գործունեության ընթացքում դե գիտեմ, որ երկար տարի եղել եք տվյալ կառույցի 25 տարի ղեկավար պաշտոններում եւ պետի տեղակալը, ասած ամենաառանցքային կուզենայի ասեք, օրինակ ինչ որոշում կամ ինչ առանցքային խնդիր, որ լուծել եք, որը որ մեր ոլորտի զարգացման համար ունեցել է կարևոր նշանակություն, որովհետև իմ պատկերացումով ցանկացած գործունեությունում կան ընթացքում տարիների ինչ որ մի պահեր, երբ որ պետք է առանցքային որոշակի որոշում կայացնել, ու դա էապես ազդում է, ստիմուլ է հանդիսանում ինչ որ մի ուղղության զարգացման համար։ Մարտահրավերները, որոնք եղել են տարիների ընթացքում, այդ մարտահրավերները, առօրյա խնդիրները լուծվել են, բայց ինչ խնդիր է լուծվել, որ ինքը օրինակ մտավոր սեփականության համար, բիզնեսի համար, դե գիտեք, երկու կարևոր կոմպոնենտ կա՝ մշակույթի զարգացում, տնտեսության զարգացում։ Մարդկանց այդ գիտակցությունը հասցնելու համար, որ մտավոր սեփականությունը այդ ամենակարևորագույն գործիքներից մեկն է։ Շատ է հիմա քննարկում, չէ՞, գիտելիքահեն տնտեսություն, ստեղծարար արդյունաբերություն, ամեն դեպքում առանց սեփականության իրավունքի կիրառման այդ գաղափարները իրագործելը իմ կարծիքով գրեթե անհնար է։ Այ օրինակ ինչ կարևոր այդ զարգացման փուլերի ընթացքում խնդիրներ ա լուծվել, որոնք որ էապես նպաստել են զարգացմանը։ Ուրեմն առաջինը մեզ համար կարևոր է, որ կառույցը ունենա բարձր որակավորում ունեցող մասնագետներ։ Ամենակարևոր բանը դա էր։ Հակառակ դեպքում մենք ոչ մի արդյունքի հասնել չենք կարող։ Հետևաբար լինելով բյուջետային կազմակերպություն, մենք չենք կարող դրանով շարժել կամ, չգիտեմ, նպաստել, որպեսզի մարդիկ կոպիտ ասած ջանք չխնայելով իրենց ամբողջ կարողությունը ներդնեն, որպեսզի հարցերը առաջ տանային, զարգանային եւ այլն։ Դրանից ելնելով օրենքում մենք ամրագրեցինք մի կետ ապրանքային նշանների մասին օրենքում հատկապես, որ այդ գումարները, որոնք որ գոյանում են միջազգային պայմանագրերի շրջանակներում իրականացած աշխատանքների դիմաց, որոնք եւ ստանում ենք, օգտագործենք եւ խրախուսման որպես ֆոնդ եւ ուրեմն տեխնիկական միջոցների զարգացման համար, ինչը շատ լուրջ օգնություններ, լուրջ քայլեր, որը սկզբի համար մեզ ուղղակի դա փրկություն էր։ Որում մասնագետներին ընտրում ենք, եղել է որ մի հասիկ ենք ունեցել, մեզ պետք է ընդունել լավ մասնագետ եւ ստիպված երկու մարդ ժամանակավորապես փորձնական ընդունել ենք կես հաստիկով, որոշելով որ վերջում մենք կընտրենք այդ փորձաշրջանացնելուց հետո, որը որ լավ, պարզվեց որ վերջում մենք երկուսին էլ ընտրեցինք։ Այսինքն նման մոտեցում ա եղել եւ ասում մի ընտանիքի պես էր աշխատում դա։ Երբ որ ընդ որում ժամանակի ընթացքում մենք կարողանում ենք եւ այդ տեխնիկական վերազինումը ճիշտ ժամանակին անել, որովհետեւ գնալով ծավալները մեծանում են։ Եվ միաժամանակ այդ ծավալների մեծացման հետ, երբ որ տեխնիկան, ասենք նոր տեխնոլոգիաներ ենք դնում այսպես կոչված աշխատանքի, հնարավորություն է տալի, որ նույն ուրեմն կազմով
ասենք կամ նույն չափի մասնագետներով, նույն քանակի մասնագետներով այդ աշխատանքները իրականացնել։ Նման ամենակարևոր բանը դա էր, որը հետագայում երբ որ կտրեց, հիմա տեսեք, ես բոլոր մինչև հիմա նույն կարծիքին եմ, իհարկե դա ոչ մի բանի տեղ չանցավ ժամանակին, չէր կարող անցնել, համակարգն այդպեսին։ Մեր փորձագետները չպետք է լինեն քաղաքացիական ծառայողներ։ Այսօր ամենամեծ խնդրեմը նրանում է, որ եթե ինչ-որ մեկը մի հատ թափուր հաստիք առաջանում, որպեսզի նա համալրվի, պետք է մրցույթ հայտարարվի, թե ով երբ կհայտարարի, դա հայտնի չի, մրցույթին պետք է գնան մասնակիցներ, ընդ որում այդ մրցույթի բովանդակությունը ըստ էության եթե նայում ես, հա, ինքնաթիռ քաղաքծառայողի մարդը անգիրանում պատասխանները, որոնք որ կա, ու այնտեղ դա չի նշանակում, որ ինքը դարձավ լավ աշխատող։ Այսինքն այս խնդիրը մենք ունենք մինչև հիմա գրասենյակը ունի այդ խնդիրը։ Դե փաստորեն փորձագետը ինքը դասական իմաստով փորձագետի կարգավիճակ չունի, Հայաստանում 3 փորձագիտական կենտրոն կա։ Մեկը Գիտությունների ազգային ակադեմիայի կից փորձաքննությունների ազգային բյուրոն է, մյուսը Արդարադատության նախարարությանը կից ՊՕԱԿ կա, որը որ փորձաքննություններով զբաղվում, տարբեր տեսակի, եւ երրորդը ոստիկանության կազմում կա, փորձագիտական կենտրոն, այսինքն փորձաքննությունների իրականացման ընթացակարգը, որը օրենսդրությամբ ամրագրված է, եւ փորձագետի կարգավիճակը լրիվ տվյալ կառույցների աշխատակիցների գործունեության ոլորտ է ընկնում։ Այսինքն նաեւ փորձագետի անկախությունը, որը ես ոնց որ հասկացա, համ կադրի ընտրության խնդիրը այնպես պետք է լինի, որ նեղ մասնագիտական որակները լինեն գերակշիռ չափանիշը անձին, որպես փորձագետ ընդունելու աշխատանքի, դե բնականաբար աշխատանքում շատ կարևոր է, նաև փորձագետի անկախությունը, այսինքն փորձագետը պետքա երաշխավորված լինի եւ ինքը պետքա պատասխան տա իր տված եզրակացության համար, ամիջականորեն եւ այն ղեկավարը, ով կոնկրետ այդ փորձաքննության process-ը վերահսկում, այսինքն քաղաքականություն իրականացնող մարմնից, ես ոնց որ հասկանում եմ, ինչպես նաեւ միջազգային պրակտիկան է, պետքա փորձաքննություն իրականացնողները անկախ լինեն, որ այդ ինստիտուտը ավելի արդյունավետ աշխատի, որը ըստ էության փաստորեն մենք այդ վիճակը այս պահին էլ չունենք եւ այլ ձևով է հիմա կառուցվածքը գործում։ Հիմա տեսեք, այսօր գրասենյակն ունի բաժին կառուցվածքային միավոր, հա, իրավական հարցերով եւ այլն, նման բաժին նախատեսված է, բայց իրականում աշխատող չկա։ Որովհետեւ մրցույթ հայտարարում են նույնիսկ բաժնի պետի մրցույթին մասնակցող չկա։ Աշխատավարձն է ցածր այդ ամենայն հավանականությամբ աշխատավարձի պատճառ, այսինքն եթե մրցույթին մարդիկ չեն մասնակցում, նշանակում է այն պայմանները, որոնք որ առաջարկում են աշխատողներին, հա, ապագա աշխատողներին։ Դե մենակ էս ոլորտը չի, չէ, բայց այնպես չի, որ մենակ էս ոլորտին հասկացա, բայց հիմա եթե այդ աշխատանքները չի իրականացվում, այսինքն չեն կարող իրականացնել, նշանակում է ինչ առաջ գնալու մասին է խոսքը։ Այսօր մեր իրավական ակտերը փաստորեն որը կարիք ունեն ժամանակի ընթացքում պրակտիկայից ելնելով առաջացած խնդիրների լուծման նպատակով կատարելագործվեն, չկա այն օղակը, որը որ այդ հարցերը, այդ մշակումները պետք է ասենք ամփոփի եղած խնդիրները, լուծումներ գտնի, առաջարկություններ եւ այլն։ Չկա այդ բանը։ Հետեւաբար հարցը մնում է փորձագիտական բաժինների վրա, լուրջ չի դա։ Այդ դեպքում դրանց աշխատանքը ով տանի։ Այս խնդիրը կա։ Այս խնդիրը հայտնի է նաև նախարարությանը։ Եվ ես չգիտեմ իհարկե ինչ լուծում կգտնեն, բայց ցավոք սրտի դա այսօր լուրջ խնդիր է։ Այն ինչ որ ասում եք, որ տարբեր երկրների համապատասխան կառույցներ, այնտեղ ֆինանսական հարցեր եւ այլն, ի սկզբանե երբ որ նախկին սովետական միության տարածքում ստեղծվեցին այս կառույցները, հա, մեր կառույցի նմանատիպ կառույցներ, ուրեմն Մոլդովան, Վրաստանը, Ռուսաստանը, դրանք ամբողջությամբ այն գումարները ինչ որ վաստակում են, ամբողջությամբ իրանք են օգտագործում։ Ու դրանք Բելարուսը։ Ու դրանք բավականին լուրջ քայլերով սկսեցին առաջ գնալ, իսկ լավ տեխնիկական վերազինում եւ այլն։ Մենք էլ ված չենք իմիջայլոց։ Իհարկե այդքան ազատություն ինչքան նրանց է տրված, տեսեք, Վրաստանը ունի իր առանձին շենքը, իրանք կառուցեցին։ Գաբունյանն էր, որ իրանց առաջ ղեկավարը
կարողացավ այդ հոյակապ շենքը կառուցել, հիմա շատ լավ պայմաններում աշխատում են մարդիկ։ Հա, ես էլ եմ առնչություն ունեցել։ Նույնը Մոլդովայում, ես չգիտեմ եղել եք թե չէ։ Հա, եղել եմ, ո՞ց։ Հա, Մոլդովայի շենքը, իրանք առանձին շենք ունեն, ասենք Դե իրանք համարյա իրանք ասոցացնում էին որպես կոմերցիոն նույնիսկ կառույց, այն ժամանակ նույնիսկ իրանք գրասենյակի գործակալության ապրանքային նշան իրանք որպես, այսինքն իրանք բիզնես մոտեցում էին ցուցաբերում մտավոր սեփականությանը այն նկարտումով, որ իրանք ամիջականորեն տնտեսության ու բիզնեսի Ես ուզում եմ ասեմ, որտեղ որ այդ հարցը դրվեց այդ մակարդակին, ասենք այդ մոտեցումը կիրառվեց, որ մարդիկ կարողանան որոշակի ֆինանսական միջոցների տնօրինել, շատ լավ առաջ գնացին։ Որտեղ չէ, այնտեղ արդեն իհարկե այդ հաջողությունը չկա։ Հիմա ճիշտ է, մենք ինչ որ մի բանի հասել ենք ոնց որ թե, բայց տեսեք, այն ժամանակ կարողանում էր մարդկանց ուղարկել որոշակի տեղեր, ընդհանրենք միջոցառումների, կրթության բարձրացման հետ կապված մասնագիտական այդ քննարկումների եւ այլն, որը շատ օգնում էր։ Այսօր ես չգիտեմ, եթե ամեն մի միջոցառում, որը կոչված է մարդկանց մասնագիտական կարողությունները բարձրացնելուն, իհարկե մեծ վերապահումով կարելի ասել, որ մարդիկ հանգիստ կարող են դրան մասնակցել եւ այլն, որովհետեւ այդ ամեն ինչը պայմանավորված է որոշակի ֆինանսական միջոցներով։ Իսկ դա այս պայմաններում ունենալ, օգտագործել իհարկե Դե տեսեք, պարոն Խաչիկյան, այս վերջերս իրար հետ մի քննարկում ենք, երկրում մշակվում է մտավոր սեփականության զարգացման ռազմավարություն, որը ողջունելի եւ կարեւոր քայլ է, որտեղ առանց ռազմավարության, առանց ռազմավարական խնդիրները դնելու, առանց ներկա իրավիճակը վերլուծելու հնարավոր չի առաջ գնալ։ Հիմա Վրաստանի մասին նոր խոսեցիք, Մոլդովա եւ այլ, համեմատության մեջ տեսնել, թե դու ինչ դիրքերում ես, դա շատ էլի կարևոր է, մանավանդ նաև համեմատությունը տարածաշրջանի երկրների հետ, երբ որ նայում ես այն միջազգային զեկույցներն ու հեղինակավոր հիմնական ռեյտինգները, ինովացիոն բաղադրիչը տնտեսությունում կա գլոբալ ինովացիոն ինդեքսը, որտեղ Հայաստանը, եթե չեմ սխալվում, այս վերջի զեկույցում իր դիրքը բարելավել է 72-ից 63, եթե չեմ սխալվում, Վրաստանը մեզանից բավականաչափ առաջ է, ճիշտ ասած, որոշ չափորոշիչներ, այսպես ասած, համադրվում են, վիճակագրական տվյալներ, որոնք մենք ենք տրամադրում որպես երկիր կամ իրանք են այդ վերլուծությունները անում, հանրապետության այդ միջազգային ինդեքսները եւ դիրքի բարելավումը շատ կարեւոր է, որտեղ գիտեք, տնտեսությունում, եթե ինովացիոն բաղադրիչը բարձր է, ներդրումներ, շուկա, ինքը ընդհանուր տնտեսության վրա ազդեցություն շատ լավ է ունենում, նաև մեր վիճակագրությունը, որը նույնպես հրապարակվում է մտավոր սեփականության գրասենյակի կայքում, դուք էլ գիտեմ, նայում եք, ծանոթանում եք, թե որ ոլորտում աճ է գրանցվում, նվազում է գրանցվում գյուտերի մասով, ապրանքային նշանների, նույն պայմանագրերի, որը վկայում է առևտրայնացման մասին եւ այլ։ Հիմա մենք ինչ-որ վիճակի արձանագրում ունենք, որը մեր վիճակագրական տվյալներն են եւ միջազգային զեկույցներում ամրագրված տվյալներն են, որոշակի կերպով արձանագրած ունենք, թե մենք ինչ դիրքով ենք։ Հիմա իշկանով է գոհացնում կամ իշկանով եք տեսնում, որ ուղղությունով մենք խնդիրներ ունենք լուծելու, որպեսզի այդ ուղղությունը զարգանա, եւ հիմա գիտեմ, որ ոչ միայն որպես պետական կառույցի աչքերով եք նայում, այլ նաև մասնավոր որպես արտոնագրային հավատարմատար արդեն կառույցից դուրս զբաղվում եք այդ ոլորտում բիզնես գործունեությամբ, այն առումով, որ որպես արտոնագրային հավատարմատար բազմաթիվ մարդիկ ձեզ դիմում են ինչ-որ իրանց մտավոր սեփականության օբյեկտի գրանցման կամ պաշտպանության հարցերով։ Այ որպես համ նախկին պետական կառույցի աշխատակից եւ որպես արդեն հիմա այս ոլորտում բիզնես գործունեություն իրականացնող արտոնագրային հավատարմատար երկու տեսակետից նայելով ինչ խնդիրներ կա գլոբալ, որ հիմա դուք տեսնում եք, առանցքային մեծ, ու ինչ կփոխեիք
որ այդ խնդիրները լուծվեր ու ինքը ազդեցություն կունենար մեր մտավոր սեփականության ոլորտի ու ինովացիայի զարգացման համար։ Երևի մի քիչ շատ ընդհանրական վերցրեցի, բայց կուզենայի ասես մի քանի թիրախային խնդիր ու լուծում մի քանի բան այնուամենայնիվ կնշեմ, առաջինը ես կսկսեի հենց գրասենյակից։ Все-таки ինստիտուցիոնալը կարևոր է։ Ամենակարևոր բանը դա է։ Եթե տվյալ կառույցը խնդիրներ ունի, ու կոպիտ ասած ինքը խեղդում է այդ խնդիրների մեջ, ուրեմն մնացած հարցերը ոնց որ թե երկրորդ պլան ամաղում։ Այսօր հայտերի քանակը մանավանդ ապրանքային նշանների մասով աճում են տարեստարի։ Եվ միջազգային ընթացակարգով եւ 3600 քանի հատ ազգայիններ 2900 այդ 2023-ին եմ ասում, այսինքն մոտ 6000-ը ապրանքային նշան։ Այս պարագայում այն ուրեմն այն տվյալների բազան, այն համակարգը էլեկտրոնային, հա, այն ցանցը, որը ունեցել ենք, որը գործավարությունն իրականացում է, վերջին 15 տարվա մեջ երևի 10 ասենք թեկուզ, հա, ըստ էության որևէ հիմնական փոփոխության չի ենթարկվել։ Այսօր կան հետևապես այսօր փորձագետները անում են աշխատանք, որը կարող են չանել։ Այսինքն թվայնացումը ի նկատի ունեք, որ կարող է։ Միայն թվային, տեսեք, կա էլեկտրոնային համակարգ հայտերի ներկայացման։ Հիմա երբ որ ժամանակին մշակվել է, ինչ է արվում, այս վերջի 7-8 տարվա բանա դա, հայտը գնում է, հայտը գնալուց հետո մարդը նստած հավաքում է այդ տվյալները բազայում։ Հա։ Չէ՞ որ պետքա տվյալները ինքնա վերնվի, այո։ Դրանք պետք է միանգամից նստեին ինչ որ միտեղ, այսինքն պետք չէր որ մարդ նստի դրա վրա։ Այդ տարական ծրագրային հարցեր կա, որը ներսում հանգիստ դա կարելի է կազմակերպել կամ իրավական ակտերի հետ կապված բազմաթիվ փաստաթղթեր լրացվում կամ հարցումներ, ծանոթություններ եւ այլն, որոնք իմ կարծիքով վաղուց պետքա դրանից հրաժարված լինեին։ Մասնավորապես լիազորագրերը, չգիտեմ, ինտերնետից ինչ որ նյութավեցվում, հակադրվում, հակադրվածի պատասխան են ստանում, պատասխանը քննարկվում են եւ այլն։ Գործավարությունն է։ Այսինքն սա պետքա բազացնել։ Երբ որ դա բավականին կբարձրացվի, այսինքն դյուրին կդարձի փորձագետի համար, փորձագետը ժամանակ կունենա, ոչ թե արտաժամ կնստի կաշխատի, որպեսզի հասցնեն այդ ժամկետների մեջ, չէ որ ամեն ինչի համար ժամկետը սահմանված, այլ իրանք ժամանակ կունենան նաև զբաղվելու իրանց այդ մասնագիտական կարողություններով զբաղվելու եւ այլն։ Իրանք ժամանակ չունեն ուղղակի։ Սա կարևոր խնդիր է։ Երկրորդը պրակտիկային խնդիրները, որոնք որ այսօր պրակտիկայում առաջացած են խնդիրները, որոնք որ կան, դրանք ցավոք սրտի ժամանակի ընթացքում անդադ կարող է շեշտվել եւ այլն, բայց այն քայլերը, որ պետք է այդ իրավական ակտը, համապատասխան իրավական ակտերում փոփոխություն կատարելու, դեռևս հերոյա ցանկալին լինելուց, այսինքն ըստ էության չի կատարում կամ քիչ է կատարում, որտեղ այդ ռեսուրսը չունեն։ Հա։ Գրասենյակն այդ ռեսուրսը չունի։ Այսինքն այս խնդիրները կա։ Հաջորդը հիմա ընդհանուրի համար։ Ուրեմն, երբ որ մենք խոսում ենք առևտրայնացման մասին, ընդ որում մարդիկ ասում են, դե առևտրայնացման հարցը գնա մտավոր սեփականության եւ այլն, մենք ժամանակին ունենք Կոմիտաս մի կազմակերպություն, վերջերս լուծարվեց կարծեմ, որը զբաղվում էր ոնց որ թե այդ առևտրը պետք է զբաղվեր կամ այնտեղ ստորաբաժանում կար, բայց իմ կարծիքով այնտեղ պետք է ունենանք լավ մասնագետներ այդ հարցով, այսինքն ժամանակին առիթ եղել է, խոսացել ենք ղեկավարներից մեկի հետ, թե ինչա պետք անել, իրեն առաջարկվեց, որ մեզ պետք է արտոնագրային մասնագետ, իմ կարծիքով այդ հարցում արտոնագրային մասնագետ պետք չի, այդ հարցում պետք է լեզու իմացող, կազմակերպչական ջիղ ունեցող, մարքեթինգ մենեջմենտ ավելի, հա։ Իհարկե, որոշ առումով նաև տեխնիկական, որպեսզի եղածներից կարողանան դրա այն լավ կողմը մարդկանց հրամցնել, որը ըստ էության այսօր չկա, այսինքն դա պետք է արվի։ Հաջորդը գնահատման հարցը։ Երեք ինձ մեր նախկին բարձրաստիճան մի պաշտոնյա զանգ ելա մի հարցով, որ այ ասես բան ենք ուզում անենք, հիմա ինչ ոնց գնահատենք։ Ոնց կարելի է գնահատել։ Ոչ նյութական ակտիվների գնահատման խնդիր ունենք։ Խնդիր ունենք, որովհետև չկա ոչ գնահատողների ինստիտուտ, ոչ համապատասխան օրենք կամ որևէ այլ իրավական ակտ,
Հետևաբար ես հարցը մնում է, եթե մենք ուզում ենք առևտրայնացման մասին խոսել, մենք անպայման պետք է նկատի ունենանք, որ նման հարցեր պետք է լուծվեն։ Մյուսը շատ տխուր է վիճակը մեր այսօրվա բուհական համակարգում։ Օրենքի մեջ ժամանակին արտոնագրերի մասին օրենքի մեջ մենք դրեցինք մի մոտեցում, որ այնտեղ որոշակի պայմաններ պետք է լինի, կանոնադրության մեջ որոշակի կետեր պետք է մտցնեն, որպեսզի հեղինակ, գործատու եւ այլն այդ հարաբերությունները նկատի ունեք բուհերի ներքո գործող լաբորատորիաներն ու գիտահետազոտական հիմնարկները։ Բուհերինը կլինի կամ ակադեմիական համակարգ եւ այլն, որպեսզի այդ հարցը բացարձակապես ոչ մի ինչքան ինձ հայտնի, ոչ մի հաստատություն իր կանոնադրության մեջ նման փոփոխություն չի արել ու չկա էլ։ Միգուցե կա պահանջարկը չկա, այսինքն միգուցե այդ լաբորատորիաները բայց միևնույնն է աշխատում են, չէ՞ մարդիկ։ Հետևաբար հարկավոր է այդ բազան ստեղծել։ Ինչ վերաբերում է ընդհանրապես գյուտերի մասին, քանի դեռ մեր տնտեսությունը հիմնականում սևեռված է, նստած է, այսպես կոչված կամ մնացել է վերամշակման գործունեությամբ զբաղվող կազմակերպությունների վրա, հա, ոչ մի լավ բան ակնկալել այդ առումով չի կարող լինի, որովհետև այդ գյուտերը ծնվում են, երբ որ կա խնդիր, ասիկ վերամշակման համար ինչ է բերում, ենթադրենք պահածո են արտադրում, հոսքագիծը բերում են, հումքը կա, տեխնոլոգիան դրված է հենց հոսքագծի իր աշխատանքի մեջ։ Այսինքն պատրաստի տեխնոլոգիա է։ Հետևաբար այստեղ չկա այն պահանջը, որ մարդը դրա վրա մտածի ինչ-որ բան անի։ Ինչ-որ օպտիմալացում անի կամ արդյունքում։ Այ երբ որ գիտատար որոշակի արտադրություն, տա Աստված, որ ինչքան շուտ այնքան լավ լինի, մարդիկ հաստատ ինչ-որ բան, մի քանի իհարկե փոքր կազմակերպություններ ես եղել եմ, գիտեմ, զբաղվում են, բայց դրանք ավելի շատ փակ թեմաների վրա են աշխատում եւ ասել, որ դա կարելի է հանել, դրանով այլ մարդիկ զբաղվեն, մեզ վերապահումով կարելի ասել։ Դրանք ընդհանուր առմամբ եղանակ չեն կարող ստեղծել։ Բայց այդ խնդիրը մենք ունենք։ Ստացվում է, որ որոշ process-ներ կան, զարգանում են իրար հետ ոչ փոխկապակցված, այսինքն միտեղ որտեղ որ կա որոշակի խնդիր, պետական ֆինանսավորում կլինի կամ միջազգային ֆինանսավորում կլինի կամ գյուտարարը ինքը նպատակաուղված այդ ուղղությամբ ու սովորաբար այն մարդկանց հետ ում հետ ես առնչվել եմ, իրանք նման փորձարարություն ունեցել են, տարիքով բավականաչափ մեծ մարդիկ են, որոնք որ խորհրդային միության ժամանակ այդ հեղինակային վկայագրերը ստացել են, իրանք այդ արժեքն ու այդ մոտեցումը մնացել է եւ ներկայումս էլ որ շփվել եմ, տեսել եմ, որ ունեն որոշակի նախագծեր, մտածում են այդ ուղղությամբ, բայց ես էլի հասկանում եմ, դա ոչ ինստիտուցիոնալ է, հասկանալի պատճառներով, իմ հասկանալով կամ իմ պատկերացումով մենք խոսացինք մտավոր սեփականության հիմնական այն ինստիտուցիոնալ խնդիրների մասին, որոնք եղել են, կան, իրանք դեռևս վերացած չեն, իրանց ուղղությամբ պետք է աշխատել, որպեսզի արդյունք ունենանք, բայց դա մենակ էկոնոմիկայի նախարարության կամ մտավոր սեփականության գրասենյակի խնդիրը չի, որտեվ ինքը շոշափում է այլ ոլորտներ ու մի քանի միշտ գերատեսչական իրանքների պաշտպանության հարցում պաշտպանության կտորեր մի հատ մեծ կա։ Մենք ունենք բավականին լուրջ sense մեծ խնդիրներ, հա, որոնք պայմանավորված են այս կամ այն կառույցի, ասենք ոչ թե պայմանավորված են, այլ առնչվում են այս կամ այն կառույցի աշխատանքի հետ։ Հետևաբար սա էլ պետք է լուրջ քննության առնել, ես ռազմավարության մասին խոսեցինք, ունենք մենք այնտեղ հիշում եք, մեր ծանոթությունը 2004-2005 թվականին, երբ որ ոստիկանության կազմ ստեղծվեց մտավոր սեփականության ոլորտում կատարվող հանցագործությունների դեմ պայքարի բաժինը, առաջի խնդիրը մենք էլ էինք հասկանում, որ ինստիտուցիոնալ հարցը լուծելը ճիշտ կադրերի խնդիրը ամենակարևորն է, եւ դուք ձեր խորհուրդներով հանդիպեցիք ձեզ տեսական մենակ պատկերացումներով թե ինչի մասին է մտավոր սեփականությունը ու բավականաչափ փոխադարձ կոմունիկացիաների ձեր խորհուրդների ու ոստիկանության մեր կառույցի վրա աշխատանքի արդյունքում բացատրելու մտավոր սեփականության ինստիտուտի էությունը էական դեր խաղաց նաև ոստիկանության ստորաբաժանման մտահորիզոնի ֆունկցիայի եւ համագործակցության, որտեղ առանց ձեր կառույցի եւ ոստիկանության կառույցի փոխադարձ համագործակցությամբ այդ իրավակ իրարման խնդիրները անհնար էր լուծել, կարելի է ասել
արդյունքը չէր լինի այն, ինչ որ ժամանակահատված ունեցանք։ Այլ գերատեսչությունները նույնպես, տեսեք, այսօր մշակույթի նախարարությունը անպայման պետքա խնդիր լուծի։ Ես գրեթե գիտեմ, Հայաստանը կարելի ասել միակ երկիրն է, որ մշակույթի նախարարությունը հեղինակային իրավունքը կոորդինացնող որևէ ստորաբաժանում կամ կառույց չունի, շատ երկրներում նույնիսկ այդ մտավոր սեփականության հեղինակային իրավունքի կոմպոնենտը մտնում է մշակույթի նախարարության գերատեսչության կազմում, կապված կինոինդուստրիայի հետ, երգի ոլորտի, երաժշտության ոլորտի հետ, քանի որ հիմնական շահառուների նախարարությունը մշակույթի նախարարությունն է։ Մյուս գերատեսչությունները, քանի որ ամեն դեպքում ապրանքային նշանի ապօրինի օգտագործման խնդիրը ուղղակի առնչվում է անբարեխիղճ մրցակցության խնդրի հետ, դրա համար ցանկացած երկրում, այդ թվում նաև Հայաստանում, այդ կառույցի գործունեությունը եւ մտավոր սեփականության ոլորտի առանձնահատկությունների իմացությունը էլի կարեւոր է կիրառման համար։ Նույնը ոստիկանությունը, որտեղ հիմիկվա օրենսդրական կարգավորումներով նույնիսկ համանքային ոստիկանությունը վարչական իրավախախտումների մասին օրենսդրությամբ որոշակի խնդիրներ պետք է լուծի։ Իմ կարծիքով կապը եւ փող համաձայնեցված գործնեության բանը չկա, բացակայում է իսպառ, եթե ինքը լինի յուրաքանչյուր կառույց, որտեղ ոստիկանությունում իր ոլորտի գիտելիքները կուտակված, ՏՄՊՊ-ում իր ոլորտի, մտավոր սեփականության գրասենյակում դրա համադրությունում իր ոլորտի ամենակարևորը։ Մոռացա ամենակարևորը, որտեղ այսօր ու աշխարհում մաքսային կառույցը էական դեր է խաղում երկրի կեղծարարության դեմ պայքարի արդյունավետության ոլորտում ու բավականաչափ հարցեր է լուծում նաև Հայաստանում։ Հիմա ի՞նչն է խանգարում, որ այս կառույցները կամ ինչ պետք է արվի, որ այս կառույցները համադրված աշխատեն։ Ես չգիտեմ ի՞նչն է խանգարում, բայց այն որ այդտեղ չեն աշխատում, այդ հաստատ է։ Հա, դե Դուք ժամանակին միջգերատեսչական հանձնաժողով ստեղծվեց։ Այն խորը եւ համապարփակին անդամակցության հետ միջգերատեսչական հանձնաժողով ստեղծվեց, մի քանի անգամ հավաքվեցին, կար ռազմավարություն, ասիկա իրավունքների կիրարկման հետ կապված բայց դե նախարարական կուրացիա կար։ Ես հիշում եմ այդ հանձնաժողովը Ներսես Երիցյանն էր ղեկավարում մի հատ պերիոդ, Դավթյանն էր Տիգրան, եթե չեմ սխալվում, այսինքն միջգերատեսչական գերատեսչությունը նախարարի անմիջական ոնց որ ասած հսկողության ներքո եւ հիշում եմ, որ մենք պարբերաբար ԵՄ ուղարկում էինք հաշվետվություններ երամսյակային, 6 ամսյակային իրականացված գործողությունների համար, էլի։ Դե հենց էտա, հիմա այդ հանձնաժողովը չեմ կարծում, որ լավագույն լուծումն էր, բայց այդ ժամանակ հավանաբար դեպս այլ լուծում չկար։ Ոնց որ թե հանձնաժողովը հիմնականում պետքա հավաքեր այն ինֆորմացիան, ինչ որ կա, ու փորձեր այդ անդամների միջոցով համապատասխան կառույցներին ինֆորմացիա տրամադրել, ուղարկել առաջացած խնդիրների մասին, որպես այդ լուծումը լինի։ Այսինքն կապող օղակի դեր պետքա կատարել, որը ցավոք սրտի այդ հանձնաժողովը ոնց որ թե թղթի վրա է, ես ոնց որ հասկացա։ Թղթի վրա էլ մնաց, տենց չշարունակվեց ու հարցերը մնացին, օտում կախված։ Ինչ վերաբերում է մշակույթի նախարարությանը կամ կրթության, գիտության, ոնց է կոչվում, մշակույթի եւ սպորտի նախարարությանը, ես կարծում եմ հեղինակային իրավունքի մասով երբ որ ժամանակին լիազոր մարմնի վերաբերյալ որոշում էր ընդունում կառավարությունը, կարծում եմ ճիշտ է երկու կառույց լինեին։ Արդյունաբերական սեփականության մասով լիազոր մարմինը պետքա լիներ էկոնոմիկայի նախարարությունը այս պարագայում, իսկ հեղինակային իրավունքի մասով լիազոր մարմինը պետքա լիներ մշակույթի նախարարությունը, որովհետև հեղինակային իրավունքի մասով այսօր մտավոր սեփականության գրասենյակը որևէ բան չունի, անելիք չունի։ Գործիքակազմ էլ չունի, ըստ էության։ Չունի ինքը, ու չէր կարող ունենալ, ճիշտ է, այնտեղ բաժին կա ոնց որ, բայց այդ բաժինը ինչ անի։ Այդ բաժինը այնտեղ նախ բավականին փոքրատիվ է, երկրորդը այն ինֆորմացիան, որը որ կա, չի հասնում այդ բաժնին, որպես ինքը կարողանա այնտեղ վերլուծի, չգիտեմ, առաջարկություններ եւ այլ, հետեւաբար ես կարծում եմ, որ ճիշտ կլիներ, եթե նման ձևով արվեր։ Դե հիմա ունենք այն ինչ որ ունենք։ Համենայն դեպս
Այն ինչ որ մենք հիմա խոսում ենք, սա մեր ցանկություններն է, նաև ձեր երկարամյա փորձի արդյունքում այն խորհուրդներն է, որոնք որ դուք հնարավորություն ունեք հնչեցնելու նաև այս հաղորդման շրջանակներում, քանի որ ձեր կարծիքով, այդ ու նաև ես ձեր հետ լրիվ համակարծիք եմ, մենք տեսնում ենք, որ ինստիտուցիոնալ խնդիրների լուծումը, թե ներգերատեսչական, թե միջգերատեսչական, իրանք այն կարևոր հիմքն են, դա հիմքն է, հա, որի շուրջ պետքա ամեն ինչ զարգանա եւ այն պատմական ակնարկը, որ ունեցանք, ըստ էության այն հաջողությունները նորանկախ Հայաստանի, որ մենք սկզբի ժամանակահատվածում գրանցել ենք, պայմանավորված է եղել այդ ինստիտուցիոնալ ճիշտ կառուցվածքով եւ լավ կադրերի ներգրավումով, այսինքն այդ գերխնդիրն է, որ հիմա պետքա լուծվի ու այդ դրա արդյունքում արդեն մնացածը ոնց որ ասացեք կունենանք, այսինքն կադրերը իրանք կստեղծեն էլի այդ մնացածն ու ուղիները ճիշտ կընտրեն։ Վերջի մեր հավաքի ժամանակ, երբ որ ռազմավարության համար հավաքվել ենք, չէ, ես ասեցի, կարծում եմ ճիշտ կլինի սկսել գրասենյակի խնդիրներից։ Ես հիմա էլ այդ կարծիքին եմ, հարկավոր անդեից սկսել։ Այսինքն անդեից սկսել նշանակում է, երբ որ հիմնական, որտեղից որ այդ իրավունքները սկսում են, հա, ծնվել, կոպիտ ասած, անդեից սկսելու դեպքում մնացածը պետքա տարածվի։ Հիմա առանձին վերցնել մաքսայնում ինչ-որ մի բան կամ չգիտեմ այնտեղ բանը մշակույթում կամ ոստիկանությունում չի լինելու։ Ի վերջո ոստիկանությունը իր քայլերի ժամանակ ուր է գնալու, գալու է կապվի գրասենյակի հետ։ Գրասենյակում պետք է այդ բազան ունենալ, այդ ռեսուրսը ունենալ։ Հետևաբար շատ կարևոր բան է դա, որը պետք է ամեն ինչ անել, որպեսզի կարողանան բարձր մակարդակի վրա միշտ պահել։ Շատ շնորհակալ եմ հրավերը ընդունելու համար, շատ հետաքրքիր զրույցի համար ու ես գիտեմ, որ մենք անընդհատ այնքան է խնդիրները ծավալ այնքան է, որ քննարկելու եւ խոսալու շատ բան կա, ձեր ժամանակի համար նույնպես շնորհակալություն, կարծում եմ, որ մենք դեռ էլի կհանդիպենք ու խնդիրների մասին կխոսանք։ Հերոստադիտողին էլ շնորհակալություն եմ հայտնում, որ համբերատար մեր քննարկումը լսեցին, կարծում եմ հետաքրքիր եւ բովանդակալից եղավ եւ այն ինչ որ մենք ցանկանում էինք հաղորդել, կարողացանք ներկայացնել։ Ձեզ ցանկանում եմ պարոն Խաչիկյան, որպեսզի նման եռանդով դուք շարունակեք ձեր գործունեությունը այս ոլորտում, գիտեմ, ասում եք ամիջականորեն չեմ անում, բայց ես խորհուրդներ եմ տալի։ Հիմա ես կլսեմ ձեր խորհուրդը, պետական կառույցները ձեր խորհուրդը կլսեն, ասում է իրանց գործն է, բայց ես գիտեմ, որ դուք վատ խորհուրդ չեք տա ու գիտեմ, որ ձեր խորհուրդները փորձի վրա է հիմնված։ Եվս մեկ անգամ շնորհակալություն բովանդակալից զրույցի համար։ Ես էլ շնորհակալ եմ հատկապես մեր հեռուստաընկերությանը, որը նման նախաձեռնությամբ հանդես եկել։ Ես հույս ունեմ, որ կզարգանա, այսինքն չի սահմանափակվի միայն այսպես կոչված տեսական այս քննարկումներով, միջ այս նկարահանումը մենք խոսացինք, ասեցի, որ ժամանակին եղել է մի հատ հաղորդաշար, գուցե նմանատիպ մի բան հնարավոր լինի, իմիջիալոց շատ հետաքրքիր ու բավականին մեծ լսարան էր այդ հաղորդաշարը, ես կարծում եմ, որ լավ քննարկման կամ մշակման արդյունքում հնարավոր բան է նման բան կազմակերպել, ինչը էլ ավելի ցանկալի կդարձնի այս հեռուստաընկերության հաղորդումները մարդկանց համար։ Խորագիրներ, իրավունք եւ գաղափար ինքը լրիվ այդ շրջանակը ներառում է։